Արդյոք Միացյալ Նահանգները կարող են լինել Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Գործող իշխանությունը փորձում է նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ TRIP-ի ծրագիրը, որ անցնելու է Սյունիքով, ներկայացնել որպես անվտանգության եւ բարգավաճման հնարավորություն, քանի որ Ադրբեջանը եւ Թուրքիան սպառնում են Սյունիքը գրավելու եւ տեսակետներ կան, ավելի շուտ տվյալներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում էր հարձակում գործել եւ ուժով բացել ճանապարհը դեպի Նախիջևան, Հայաստանի իշխանությունը կարողացավ այդ գործընթացին ներգրավել Միացյալ Նահանգներին եւ նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ դա ներկայացնում է որպես կարևոր քայլ անվտանգության առումով։ Այդ փաստաթուղթը, որը ստորագրել են Հայաստանի արտգործնախարարը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը վերջերս Վաշինգտոնում, կարևոր հոդվածներից մեկը այն է, որ այն որևէ իրավական երաշխավորում չի ենթադրում, այսինքն իրավական որևէ պարտավորություններ չեն լինելու։ Սակայն պետական ապարատը ինչ-որ քայլեր է անում եւ այդ ծրագրի շրջանակում մարքսային, հարկային եւ այլ ոլորտներում եւ կա կարծիք, որ հիմնական գործողությունները կլինեն ընտրություններից հետո, եթե գործող իշխանությունը վերարտադրվի։ Հիմա շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք Միացյալ Նահանգները իրենց վրա կվերցնեն որևէ պարտավորություն, եթե լինի արտաքին վտանգ Հայաստանի հանդեպ, մասնավորապես Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից։ Սա հասկանալու համար մենք պետք է առաջի հերթին փորձենք հասկանալ, թե ինչ է իրանից ներկայացնում այսօրվա Միացյալ Նահանգները եւ ինչ սկզբունքների վրա հիմնված են իրենք արտաքին քաղաքականություն իրականացնում։ Շատերը Միացյալ Նահանգների նախագահին Թրամփին ընկալում են որպես էքսցենտրիկ անձնավորություն, այսինքն մի պատահականություն, որը տեղի է ունեցել եւ հետագայում, երբ որ լինեն նոր ընտրություններ, ամեն ինչ կարող է վերադառնալ ի շրջանս յուր, այսինքն Միացյալ Նահանգների քաղաքականությունը կփոխվի։ Դա այդպես չէ, որովհետեւ Միացյալ Նահանգների այս նախագահի քաղաքականությունը դա պատահականություն չի, դրա համար ես կարճ կխոսեմ Project 2025 ծրագրի մասին, որը կազմել է Heritage Foundation-ը, աջ պահպանողական ուղեղային կենտրոն։ Այդ ծրագիրը կազմվել է 2022 թվականին, հրատարակվել է 23 թվականին, 24 թվականին, երբ որ նախընտրական գործընթացներ են տեղի ունենում Միացյալ Նահանգներում, հանրային քննարկումներ են տեղի ունեցել։ Ուրեմն Թրամփը կատարում է այն կետերը, որոնք գրված են եղել Project 2025 ծրագրում։ Հիմա ես ներկայացնեմ եւ նաեւ հիշեցնեմ, որ այդ ծրագրին մասնակցել են մի քանի 100 լրջագույն փորձագետներ, որոնց թվում եղել են Թրամփի առաջի վարչակազմի 144 աշխատակիցներ բավականին բարձր դիրքերում գտնվող։ Այսինքն սա Միացյալ Նահանգների խորքային պետության կողմից պատրաստված մի փաստաթուղթ է։ Բոլորին է հայտնի, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Կարճ ես կխոսեմ ինչ ներքին քաղաքականություն է վարվում կամ ինչ քաղաքականություն պետք է վարվեր այդ ծրագրով, որը հիմա իրականանում է, եւ դրանից ինչ արտաքին քաղաքականություն է բխում եւ արդյոք դրանից ելնելով Միացյալ Նահանգները կպաշտպանի Հայաստանին, եթե Հայաստանը լրջագույն անվտանգային մարտահրավերների առաջ կանգնի։ Ուրեմն ներքին քաղաքականության մեջ հիմնական խնդիրը այն էր, որ պետք է ուժեղացնել նախագահի ապարատը, ուժեղացնել ումից, այսինքն թույլատնել կախվածությունը դատական համակարգից, թույլատնել կախվածությունը հատուկ ծառայություններից եւ կոնգրեսից։ Այսինքն այն ամենը, ինչը հիմա տեղի է ունենում Միացյալ Նահանգներում եւ շատերը Միացյալ Նահանգներում լրջագույն փորձագետներ այն կարծիքն են հայտնում, որ արդեն սահմանադրությունը Միացյալ Նահանգներում չի գործում։ Դատական իշխանության հնարավորությունները սահմանափակված են։ Մյուս կարևոր հատվածը այն էր, որ փոխվում է երկրի ներսի արժեքային համակարգը։ Առաջի հերթին շեշտը դրվում է ավանդական ընտանիքների մոդելի վրա, սահմանափակվում են աբորտների հասանելիությունը, LGBT նկատմամբ քաղաքականությունը փոխվում է եւ պատահական չէ, որ Թրամփը
փաստորեն մի երկու օր հետո, երբ որ նա ստանձնեց նախագահի պաշտոնը, հայտարարեց, որ Միացյալ Նահանգներում կա երկու գենդեր՝ կին եւ տղամարդ, եւ ամենակարևորը մեծացնել կրոնների դերը, կրոնական համայնքների ազդեցությունը եւ պատահական չէր, որ Միացյալ Նահանգների գործող նախագահը կարողացավ հաղթել ընտրություններում, հենվելով հիմնականում կրոնական կազմակերպությունների վրա, առաջերտին 25 միլիոն բողոքական եկեղեցիների ձայների վրա։ Մյուս ամենակարևոր ռեկոմենդացիան, որը տրվել էր Project 2025 ծրագրում, դա այն էր, որ Միացյալ Նահանգները պետք է դուրս գան միջազգային կազմակերպություններից, որոնք ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եւ նաեւ գաղափարախոսական պայքար չտանել, այսինքն ռեալ պոլիտիկայի դաշտ մտնել եւ բոլոր երկրների հետ իր հարաբերությունները կառուցել շահի վրա եւ ուժի վրա, եւ նպատակը այն էր, որ Միացյալ Նահանգները պետք է պահպանեն իրենց առաջավոր դիրքերը ամբողջ աշխարհում եւ թելադրեն միջազգային քաղաքականություն, այսինքն Միացյալ Նահանգների շահը բեր է ամեն ինչից, այսինքն America the First այդ ծրագրի շրջանակում MAGA ծրագրի մասին է խոսքը։ Եվ հետևանքով մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները կտրականապես փոխել է իր քաղաքականությունը միջազգային դաշտում, միջազգային քաղաքականության ոլորտում։ Եվ հիմնականում խոսքը գնում է Միացյալ Նահանգների շահերի մասին, այսինքն կարելի է մտնել որևէ մի երկրի ղեկավարին գողանալ եւ տանել Միացյալ Նահանգներ։ Ամբողջ արևմտյան մայրցամաքը համարվում է Միացյալ Նահանգների անվտանգության գոտի։ Վենեսուելայի նավթը իրանց պետք չէ, բայց ոչ մի այլ երկիր չի կարող այն օգտագործել։ Գրենլանդիան իրենք պետք է վերցնեն, որովհետև դա իրենց պետք է, այսինքն բառացի Միացյալ Նահանգների նախագահը ասում է դա մեզ պետք է։ Իսկ դա ինչ է նշանակում, եթե Միացյալ Նահանգները հայտարարում է աշխարհի մի որևէ հատվածը իր ազդեցության գոտի, արդյոք մյուս երկրները, որոնք կարող են իրենց թույլ տալ, նույնպես չեն կարող հայտարարել, որ այս աշխարհի այսինչ մասն էլ մեր ազդեցության ոլորտն է, եւ շատ հետաքրքիր էր Ռուսաստանի պետական ռոպագանդայի ներկայացուցիչներից մեկի Սոլովյովի այն հայտարարությունը, որ եթե Միացյալ Նահանգները համարում է, որ արևմտյան մայրցամաքը իրենց ազդեցության գոտին է, արդյոք մենք չենք կարող հայտարարել, որ նախկին խորհրդային միության երկրները մեր ազդեցության գոտին է, եւ մենք նույնպես չենք կարող հատուկ գործողություններ իրականացնել, ինչպես Միացյալ Նահանգները Վենեսուելայում իրականացրեցին։ Նույն խնդիրը դնում է նաեւ Չինաստանը, այսինքն այն երկրները, որոնք կարող են իրենց թույլ տալ նման կերպ պահել, իրենք պահում են եւ արդյոք Թուրքիան նույնպես չի հայտարարում, որ Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան իր ազդեցության գոտին է, այսինքն աշխարհի կառավարման ոլորտում այլևս արժեքային համակարգ գոյություն չունի, այլևս միջազգային կառույցները որևէ նշանակություն չունեն եւ Միացյալ Նահանգների նախագահը հենց վերջերս 30 միջազգային կազմակերպություններից դուրս եկավ։ Խոսքը գնում է արդեն, որ ՄԱԿ-ը պետք չի, արդեն ՆԱՏՕ-ի հարցն է դրված եւ պատահական չի, որ խոսում են, որ Միացյալ Նահանգները պետք է ՆԱՏՕ-ից դուրս գալ եւ շատ հետաքրքիր է Գրենլանդիայի պահը, որ արդեն պատերազմական գործողություններ կարող են տեղի ունենալ ՆԱՏՕ-ի երկրների միջև։ Ֆրանսիան, Գերմանիան, Շվեդիան զորքեր են ուղարկում Գրենլանդիա սիմվոլիկ առումով պաշտպանելու համար, իսկ Միացյալ Նահանգները հայտարարում են, որ Գրենլանդիան իրենց անվտանգային համակարգն է։ Հիմա, երբ որ արժեքային համակարգ այլևս չի գործում, եթե միջազգային կառույցները այլևս չեն գործում, ապա մենք ինչ աշխարհում ենք հիմա ապրում։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որը հիշեցնում է այն աշխարհը, որը եղել է մինչև 1914 թվականը, այսինքն մինչև առաջին համաշխարհային պատերազմը։ Իսկ ինչ էր իրենից ներկայացնում աշխարհը այդ ժամանակ։ Աշխարհը ներկայացնում էր իրենից մի քանի հզոր պետություններ, այն ժամանակ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ Բրիտանիան, որոնք միմյանց միջև պայքարում էին։ Պայքարը գնում էր ինչի համար։ Գաղութների համար, պայքարը գնում էր բնական ռեսուրսների համար։ Ինչ է Միացյալ Նահանգները ասում։ Միացյալ Նահանգները ասում է, որ ինքը ունի ռեսուրսների պահանջ։ Նավթային դոլարը աշխատելու համար ինքը պետք է փորձի
վերահսկել ամբողջ էներգետիկ պաշարները, որոնք գոյություն ունեն աշխարհում, եւ դրա միջոցով պահպանել իր դոլարի ազդեցությունը։ Նաեւ խոսքը գնում է, որ հազվագյուտ մետաղներն են կարևոր եւ այլն եւ այլն։ Այսինքն այն միջև ինչ որ տեղի էր ունենում միջև 1914 թվականը պայքար ռեսուրսների համար, պայքար գաղութատիրության համար։ Հիմա եթե միջազգային քաղաքականության հիմքում դրված է ռացիոնալիզմը, ուժի գաղափարը, այն ինչ որ ասում է Ադրբեջանի նախագահը, որ միջազգային հարաբերություններ արդեն չկան եւ կարևորը դա ուժի գործոնն է, ապա ինչ է այսօր իրենից ներկայացնում Հայաստանը։ Արդյոք Հայաստանը ունի այդ ուժը, որպեսզի պահպանի իր սուվերենությունը։ Մինչև 1914 թվականը կար հետևյալ մի սկզբունք. աշխարհում կարևոր է ուժի գործոնը եւ մեծ տերությունների միջև խաղաղություն տիրում էր այն ժամանակ, երբ որ ձևավորվում էր բալանս այդ երկրների միջև։ Երբ որ բալանսը խախտվում էր, ապա տեղի էր ունենում պատերազմ եւ փոքր երկրները, որոնք գոյություն ունեին, իրենց անկախությունը հարցականի տակ էր գնում, այսինքն իրենք կարող են լինել անկախ, երբ որ երկու ուժեղ երկրների մեջ կա բալանս, եւ մյուս դեպքում իրենք կորցնում են իրենց սուվերենությունը եւ կար նաեւ երրորդ տարբերակ, այսինքն դու եթե ուզում ես պահպանել քո գոյությունը, դու պետք է կողմնորոշվես, դու այս երկրի ազդեցության գոտում ես սահմանափակ սուվերենությամբ, թե այլ երկրի ազդեցության գոտում ես գտնվում նույնպես սահմանափակ սուվերենության։ Հիմա ամբողջ աշխարհում գնում է հզոր երկրների մրցակցությունը եւ փոքր երկրների առաջ դրված է խնդիր։ Դուք այս կողմում եք գտնվում, թե այն կողմում եք գտնվում։ Դուք ձեր սուվերենությունը կամ պետական ինստիտուտները կպահպանեք, թե դուք կկլանվեք այլ երկրների միջև։ Եվ գնում է գործարք, այսինքն երբ որ Միացյալ Նահանգների նախագահը խոսում է անդադ գործարքների մասին, դիլի մասին եւ ամբողջ միջազգային քաղաքականություն դա գործարքների քաղաքականություն է, ապա ինչ գործարքներ են տեղի ունենալու մասնավորապես Հարավային Կովկասում եւ Հայաստանում եւ ինչի շուրջ է այդ գործարքները տեղի ունենալու։ Գործարքները տեղի են ունենալու ռեսուրսների համար, ազդեցության ոլորտների համար։ Հիմա, երբ որ Հայաստանում մենք ունենք մի իշխանություն, որը ասում էր, որ իրենք ժողովրդավարություն են կառուցում, Եվրոմիության ստանդարտներին են գնում, երբ որ Եվրոմիության ստանդարտները փլուզվում են հենց Եվրոպական միությունում, եւ Եվրոպական միությունը հիմա պայքարում է Միացյալ Նահանգների ազդեցության գոտում մնալու համար։ Իսկ Միացյալ Նահանգները ասում են ամեն ինչ շահի վրա է հիմնված։ Վճարեք, ես ձեր անվտանգությունը կպաշտպանեմ, բայց այն ինչ որ ինձ պետք է, ես պետք է վերցնեմ։ Հիմա այս դեպքում, երբ որ Հայաստանի գործող իշխանությունը ընտրություններից առաջ փորձում է հանրությանը ներկայացնել ինչ որ մի փաստաթուղթ, եւ այդ փաստաթուղթի միջոցով ինքը խոսում է միջազգային հարաբերությունների մասին, միջազգային կարգի մասին, եւ դրա վրա հիմնված քաղաքականություն է փորձում իրականացնել, բնականաբար ներկայիս աշխարհում, ներկայիս միջազգային հարաբերություններում այդ ամեն ինչը իրականության հետ որևէ աղերս չունի։ Փոքր երկրները կամ վերանում են, կամ մտնում են այս կամ այն երկրի ազդեցության ոլորտ, որևէ երրորդ տարբերակ գոյություն չունի։ Իմիջիայլոց նախկին խորհրդային տարածքում մենք ունենք երկու օրինակ։ Մի օրինակը դա Ուկրաինան էր։ Ուկրաինան կարող էր լինել մի երկիր, որը ապահովում է ուժերի բալանսը Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև եւ բարգավաճել եւ օգտվել երկու ուղղություններից։ Ուկրաինայի իշխանությունը ընտրեցին այլ տարբերակ։ Իրանք որոշեցին դառնալ կոնֆլիկտի կողմ եւ այսօր Ուկրաինան պատերազմի տարածք է եւ հարց է ընդհանրապես Ուկրաինան կկարողանա պաշտպանել իր գոյությունը կամ համենայն դեպս իր այն տեսքը, որը ուներ միջև պատերազմը։ Մյուս օրինակը դա մեր հարևան Վրաստանի օրինակն էր։ Վրաստանի նույնպես դրդում էին կատարել ընտրություն երկու հնարավոր տարբերակների միջև, սակայն Վրաստանի ղեկավարությանը իշահ իրենց երկրի եւ հասկանալով միջազգային հարաբերությունների գոյություն ունեցող
տրենդը, իրենք դիմադրեցին եւ դարձան բալանս։ Այսօր Հայաստանի առաջ կա այդ երկու տարբերակը։